خب متشکرم. Քվեների 161 կողմ 59 դեմ հարաբերակցությամբ երեկոյան Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանը Մեջլիսը վավերացրեց հուլիսի 14-ին Վիեննայում կնքված միջուկային համաձայնագիրը։ Մի կողմից Իրանի, մյուս կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող 5 պետությունների եւ Գերմանիայի միջև կնքված այս պայմանագրի համաձայն հիշեցնեմ վերացվում է Թեհրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների զգալի մասը։ Փոխարենը Իրանը դադարեցնում է իր կողմից իրականացվող միջուկային ծրագրերի ճնշող մեծամասնությունը, միջազգային կառույցներին նաեւ հնարավորություն տալով վերահսկողություն սահմանել երկրի միջուկային օբյեկտների հանդեպ։ Քվեարկության ավարտից քիչ անց Իրանի պետական հեռուստատեսությունը ծավալուն հարցազրույց արձակեց երկրի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որում նա կոչ էր անում իր հայրենակիցներին պատրաստ լինել Իրանի պատմության նոր փուլին։ Իրանի ժողովրդին ուղղված իմ ուղերձը շատ պարզ է. մենք պետք է պատրաստ լինենք արտադրության եւ տնտեսության թռիչքաձև աճին, մենք պետք է պատրաստ լինենք նաեւ այն տնտեսական բումին, որ ակնկալվում է, հայտարարում էր Ռոհանին։ Նրա խոսքով պատժամիջոցների վերացման արդյունքում իրանական տնտեսության մեջ սպասվող դրական զարգացումները չեն կարող չազդել ոչ միայն շարքային քաղաքացիների սոցիալական վիճակի, այլև հարակից պետություններում տնտեսական կացության վրա։ Մենք պետք է լրջորեն աշխատենք ողջ տարածաշրջանում տնտեսական աճի տեմպերն արագացնելու համար։ Տնտեսական վիճակի բարելավումը կդառնա այն հիմքը, որի վրա հենվելով հնարավոր կլինի արդյունավետ պայքար ծավալել ահաբեկչության դեմ։ Աղքատությունն է այն հիմնական պատճառը, որ ստիպում է մարդկանց անդամակցել ահաբեկչական կազմակերպություններին, հայտարարում էր Ռոհանին, հստակեցնելով, որ առաջիկա ամիսներին արդեն Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեծ մասը կանցնի պատմության գիրկը։ Համաշխարհային բանկի վերլուծությունների համաձայն ի դեպ պատժամիջոցների վերացումից հետո Իրանի միայն նավթի վաճառքից ստացած տարեկան եկամուտները կհասնեն 15 միլիարդ դոլարի։ Բացի այդ, Իրանը հնարավորություն կստանա արևմտյան բանկերում գտնվող սառեցված միջոցներն օգտագործել, որոնց ընդհանուր ծավալն ըստ Սպիտակ տան հասնում է 56 միլիարդ դոլարի։